Պարոն Հակոբյան, ատելության խոսքի մասին շատ խոսեցիք, ատելության խոսք եթերում հնչում է եւ դուք արձանագրում եք կապված հիմնականում ընդդիմադիրների հետ, թե օրինակ իշխանության ներկայացուցիչների օրինակներով կասեք։ Իմ բոլոր հարցազրույցներում ես ասում եմ, որ դա ընդունելել է բոլորների կողմից։ Նաև շատ կարևոր եմ համարում հիշեցնել, որ հենց քաղաքական գործիչները ավելի նրանք տոլերանտ լինեն այդ չարության խոսքի դեմ, որտեղ նրանք իշխանություն կրող են կամ քաղաքական կներեք գործնայությամբ են զբաղվում եւ նրանք պետք է սովորեն նույնիսկ գոտկատեղից ներքև հարվածներ ստանալ։ Խոսքը գնում է ոչ թե քաղաքական վերնախավի մասին, իշխող կամ ընդդիմադիր, խոսքը գնում է հասարակ քաղաքացիների մասին։ Մարդկանց, ընտանիքների, որոնց արժանապատվությունը շատ ժամանակ ոտնահարվում է, ընտրանություններ ենք տալի, այսինքն մենք չենք ասում այս մարդը, ասում ենք ժողովուրդը ժեխա, ժողովուրդը թուրք է, այս մարդուն ընտրողը թուրք է, այս մարդը ընտրողը պիցայակեր է։ Սա հենց այն ատելության խոսքն է, որը բոլոր միջազգային չափանիշներով հենց անվանվում է ատելության կամ թշնամանքի լեզու։ Ուրեմն ինչու ընթացք չի տրվում իրավապահ Ես չեմ կարող ասել։ Դա արդեն իրավապահներին հարցրեք։ Մենք մեր գործը փորձում ենք անել։ Չեմ կարող ասել, լուրջ եմ ասում։ Նաև խոսքի ազատության տակ, նաև գիտեք, Տիկին Ղազարյանը ճիշտ ասեց, նաև այնտեղ ընթացակարգեր կա, ինչքանով քո Եթե ինչ-որ չգիտեմ, ինվալիդ մարդ, ասում է գիտես, ես կգամ եւ ձեզ բոլորին կմոչացնեմ բանում, կառավարությունում, այդ մարդու, որը ֆիզիկական արատներ ունի, չի կարելի այդ վտանգը, ներկայացնել որպես իրական վտանգ։ Ես իրավաբան չեմ, բայց ես կարծում եմ, որ այստեղ օրենք ավելի շատ տի ելնի անմեղության կանխավարկածից, քան մեղավորության։ Դրա համար էլ դրանք շատ ժամանակ չեն ստանում արձագանք, ստեղ ուրիշ խնդիր կա։ Սա բոլորը պետք է լինի քաղաքացիական հասարակության մեր բոլոր ուշադրության կենտրոնում։ Մենք չպետք է սպասենք, որ պետությունը իրավական գնահատականներ տա, դա պետք է ինքնակարգավորման ոլորտում լինի, բայց դա էլ ես նորից պնդում եմ, որ դա շատ լավ ինստիտուտ է, բայց Հայաստանում դեռ չկա։